Խնդրեմ, գիտեմ, որ վերջին անգամ մարզերում էի։ 3 է։ Նախ ներկայանամ Արմեն Մանուկյան, նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնության անդամ։ Գաղտնիք չէ, որ նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնությունը ևս միացել է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված առաջարկ Հայաստանին ծրագրին, եւ մենք մեր հայտարարության մեջ նշել էինք, որ պատրաստակամություն ենք հայտնում ծրագրի նախաձեռնության շրջանակներում ունենալ մասնակցություն եւ առաջարկված ծրագրային դրույթներին ու սպասվող առաջարկներին համակարգման այդ աշխատանքներում ունենալ մեր մասնակցությունը։ Եվ բնականաբար նախաձեռնեցինք մարզային այցեր, արդեն այդ մարզային այցերը մեկնարկած են, մենք եղել ենք որոշակի մարզերում, բազմաթիվ համայնքներում, իհարկե դեռ այցերը շարունակվելու են, որպեսզի քաղաքացիների հետ շփումներում տեղում հասկանանք քաղաքացիների կողմից առաջ քաշված խնդիրները եւ ինչու՞ չէ իրենց կողմից ծրագրերին եւ հարցերին իրենց կողմից ներկայացված առաջարկները, որպեսզի հետագայում քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկները տեղ գտնի նաև առաջարկ Հայաստանին ծրագրում։ Քանի որ բազմաթիվ անգամներ պարոն Ծառուկյանը նշել է, որ ծրագիրը լինելու է հենց մեր քաղաքացիների կամքի, իրենց առաջ քաշած հարցերի եւ ընդհանուր մեր ազգային համախմբման միասնության ծրագիր։ Եվ քանի որ մենք արդեն որոշակի համայնքներում եւ մարզերում եղել ենք, կուզենայի ոնց որ իմ գործընկերները նշեցին գյուղատնտեսության վերաբերյալ տարբեր հարցեր, ես կուզենայի որպես առօրյայում եւ անմիջական շփում ունեցող գյուղացիների հետ աշխատանքներ տարած մարդ, կուզենայի մի երկու մանրամասներ ներկայացնել, թե այսօր մեր քաղաքացիները ինչ հիմնական հարցեր են առաջ քաշում։ Իհարկե հանրապետության տարբեր մարզերում եւ տարբեր համայնքներում խնդիրներ կան, որ ունեն իրենց առանձնահատկությունները, բայց խնդիրների մեծամասնությունը, երբ որ սինթեզում ենք, հիմնականում նույնն է։ Գյուղացիական բնակավայրերում հիմնական խնդիրը վերաբերվում է այսօրվա դրությամբ գյուղատնտեսությանը որոշակի, եթե մեղմ ասենք, որոշակի անուշադրության մատնելը։ Էլի եմ կրկնում, եթե մեղմ ասենք։ Գյուղացիական տնտեսությունները պետական համակարգի։ Այո, բնականաբար պետական համակարգի մասին է, քանի որ գյուղացիները մեզ ասում են, որ իրենց խնդիրների հոգսերի հետ մենակ են մնացել։ Ես համեմատության համար կարող եմ ասել, որ եթե նախկինում գյուղատնտեսությունը համախառն ներքին արդյունքի մեջ կազմում էր 15-16%, այսօրվա դրությամբ արդեն թվերը իջել են մինչև 9% համախառն ներքին արդյունքի մեջ, եւ դա ինչ է վկայում, վկայում է, որ գյուղացիական տնտեսությունները, ֆերմերային տնտեսությունները գնում են դեպի անկում։ Գյուղացիները առաջ են քաշում նաեւ այն հարցերը, որ վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի այսօրվա զարգացման էլի պետության կողմից ոչ բավարար մակարդակի աջակցությանը, քանի որ սուբսիդավորումներ չկան, հիմնականում անկում է ապրում անասնապահությունը, թանկացել է անասնապահության հետ կապված ծախսերը եւ մարդիկ արդեն իրենց համար ձեռնտու չի այդ ոլորտը ֆերմերային տնտեսությունները զարգացնել ընդհակառակը անկում են ունենում։ Ես համեմատության համար կարող եմ երկու թիվ ասենց ասել։ Մի 5 տարի առաջ Արագածոտնի մի բնակավայր ասեմ էլի, որպեսզի բոլորիս համար հարգելի գործընկերներ պարզ լինի, եթե մի 5-6 տարի առաջ Հնաբերդ գյուղը օրինակ ունեցել է 3000 խոշոր եղջերավոր անասուն, այսօրվա դրությամբ ունի
5-600 խոշոր երջան, որ անասում։ Այսինքն 6 անգամ անկում։ Անկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բարձրադիր վայրերում առնվազն 5 ամիս անասուններին կերակրում են ներսը, այսինքն արոտ դուրս չեն գալիս։ Եվ դիզ վառելիքի, տեխնիկայի, գների թանկացման հետ միաժամանակ թանկանում է նաև անասուններին կերակրելու ծախսերը։ Եթե 5 տարվա մեջ նշեցիք։ Այո, 5 տարվա մեջ։ 5 տարվա մեջ դիզ վառելիքի թանկացում չի եղել որտեղ։ Վերջին 5-6 տարվա մեջ է եղել։ Եղանակային պայմանները նույնն են եղել։ Խոտի տուկն է թանկացել, օրինակ Այդ է դարձել։ Դիզ վառելիքը տեխնիկայի ծախսերը նաև գնագոյացումն է, չէ՞, առաջացնում խոտի տուկի։ Երաշտեղավ մի քանի տարի խոտ չկար, թանկացավ։ Առաջարկվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի թարմացում, քանի որ մարդիկ բարձրաձայնում են, որ հին տեխնիկան բերքահավաքի ժամանակ բերքի մեծ մասը ոնց որ մնում է դաշտում, չի կարողանում ամբողջությամբ հավաքագրել։ Շատ կարևոր խնդիր կա նաև գյուղատնտեսական մթերքի իրացման հետ կապված, մթերման հետ կապված եւ բարձրաձայնում են, որ գյուղատնտեսական մթերքը ամբողջ տարվա ընթացքում աճեցնում են, բայց վերջում չեն կարողանում իրացում կատարել, այսինքն մթերման հետ կապված խնդիրներ կա եւ առաջարկ եղավ միտեղ, որ սառնարային տնտեսություններ հիմնվի եւ այդ օրինակը, որ Վարդենիսում Գեղարքունիքի մարզում մուլտիագրո ընկերությունը արդեն հիմնել է սառնարային տնտեսություն, ես 3 Գեղարքունիքի մարզում էի եւ բնակչության կողմից արդեն կար ոգևորություն, որ մյուս տարի իրենք արդեն նախատեսում են մեծ ծավալի դաշտեր մշակել, որտեղ արդեն իրացման հետ կապված խնդիր չունեն եւ կարող են սառնարային տնտեսությունում իրենց մթերումը կազմակերպել։ Որովհետեւ գյուղատնտեսական sense հարցերի մեջ շատ չխորանանք եւ ժամանակային առումով տեղավորվենք, ես կուզենայի նաեւ մարզերում նշել, որ դժգոհություն եւ բողոքներ կան հարկային վարչարարության դեմ։ Հիմնականում դեք գիտենք, որ մարզերում զբաղվում են փոքր ու միջին բիզնեսով եւ վերջին փոփոխությունները շրջանառության հարկի հետ կապված դժգոհություններ առաջացրել։ Պարսակցան անդրադարձել է վարչարարության հարցը։ Այո։ Հիմնականում վարչարարությունը ստուգումների տեսքով հաշվի չի առնվում այն որ փոքր ու միջին բիզնեսը եւ պետքա թույլ տալ, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա եւ շրջանառության հարկը վերջին բարեփոխումներ կոչված այդ փոփոխություններով, երբ որ տոկոսադրույքներ բարձրացավ, օրինակ հանրային սննդի օբյեկտների ես դեպքը կարող եմ նշել, որ մարդիկ բարձրաձայնում են հանրային սննդի հիմնական գործնայության համար հումքը նյութերը ժամանակին մարզերում մարդիկ ձեռք են բերել գյուղացիական տնտեսություններից եւ այսօր ծախսերի նվազեցման համար իրենք չեն կարողանում գյուղացիական տնտեսություններից հումք եւ պտուղ բանջարեղեն ձեռք բերել, քանի որ համապատասխան նվազեցումներ չի թույլատրվում։ Կարողանում են նվազեցնել։ Ինչ տարբերակը գտել են։ Ամեն դեպքում այդ խնդիրը առաջացել է, որ մարդիկ Չէ, դա ուրիշ խնդիր կա, просто մարզերում խորհրդատուների իրական պակաս կա, այսինքն եւ այդ առումով եւ գյուղատնտեսական խորհրդատուների, իմիջիայլոց ասեմ, եւ բիզնեսի տնտեսական խորհրդատուների երկում կա, այս մարդուն չեն կարողանում ամբողջ աշխարհում գտնել, որովհետեւ շատ կարևոր ասել միակ, բայց մի քանի խորհրդատուներից մեկն է։ Շատ կարևոր նաեւ մի ոլորտ, առողջապահական ոլորտը, որ մարզերում էլի մեղմ ասած բացի թողի վիճակում է։ Խայտարակ վիճակում։ Որովհետև եթե մենք ուզում ենք տնտեսության երկրի համաչափ զարգացում, մենք պետք է առաջնային ապահովենք մարզերում առողջապահությունը, կրթությունը, կոմունիկացիաները, կենտրոնակացվածքները, սպորտը Այո, քիչ առաջ ես նշեցի, որ այո, գյուղեր կան, որ դպրոցներ են փակում, մի քանի համայնքների դպրոցներ են ուզում մի քանի համայնքներ միավորեն մեկ դպրոցի այցելությունների շրջանակներում, բայց դա հնարավոր չի, որովհետև էլի եմ ասում, բարձրադիր վայրերում, ձմռան պայմաններում այդ տեղափոխումը շատ վտանգավոր է լինելու եւ դեպքեր են լինելու, որ ճանապարհները
փակվում է։ Ես կոնկրետ յուղերով ծանոթ եմ այդ խնդիրների, իսկ առողջապահական թեմաներով տեսեք, մարդիկ ասում են մի փոքր առողջապահական կամ առողջական խնդիր ունենալու դեպքում մեզ միանգամից գործողում են Երևան։ Եվ եթե մենք ուզում ենք տարածքային համաչափ զարգացում, բայց մինիմալ առողջապահական հարցերը չենք կարգավորել մարզերում, մենք դա չենք կարողանում անել։ Խոսում ենք դեմոգրաֆիկ պատկերից, բայց եթե չունենք համապատասխան սոցիալական ու առողջապահական աջակցություն պետական մակարդակով, ոնց կարող ենք խոսել այդ դեմոգրաֆիկ պատկերից։ Եվ կուզենայի նաև վերջում առաջարկս հետևյալ տեսքով ձևակերպել առողջապահության վերաբերյալ, որը նաև քաղաքացիների առաջարկն է եղել, քաղաքացիների կողմից է բարձրաձայնվել, գոնե ամեն մի մարզում ունենալ տեխնիկական հագեցվածությամբ եւ բժշկական անձնակազմի պրոֆեսիոնալ կարողություններով գոնե ամեն մի մարզում մեկ հիվանդանոց բժշկական ծառայությունների լայն տեսակով ծառայությունները մատուցող, որպեսզի մարդիկ ամեն մի խնդրի դեպքում չհասնեն Երևան։ Այսօր այդ լուրջ խնդիրը կա եւ մանավանդ հեռավոր մարզերում, ինչքան Երևան քաղաքից հեռանում ենք դեպի հեռավոր մարզեր, խնդիրը այնքան ավելի մեծանում է։ Թերևս այսքանը մենք շարունակելու ենք մեր մարզային այցերը եւ բնականաբար ամեն մի մարզ, ամեն մի համայնք այցելելուց նոր խնդրի, նոր առաջարկների ենք հանդիպում եւ նորից եմ ուզում կրկնել, որ մեր քաղաքացիներին ուզում եմ հավաստիացնել, որ իրենց առաջարկները, իրենց բարձրացրած հարցերը ներառվելու են, տեղ են գտնելու առաջարկ Հայաստանի ծրագրում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, միջազգային շատ կարևոր